Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լուսնի միացումների մասին յուրաքանչյուր օր, եթե որևիցե օր բաց թողնեմ, ժամանակի մեջ չտեղավորվեմ, ապա կարող եք այն գտնել Telegram-ում, ես անպայման կտեղադրեմ։ Օրվա ընթացքում լուսինը բավականին արագ է շարժվում և նա ունենում է տարբեր միացումներ տարբեր մոլորակների հետ։ Եվ պետք է հասկանալ որքան է որ լուսնային օրը շատ լավն է, միևնույնն է, եթե նա լարված միացում ունեցավ, ապա դուք չեք կարող այս կամ այն գործը անել։ Ես կնշեմ ժամերով, եթե դուք ապրում եք մեկ այլ ժամային գոտում, ապա պետք է փոխեք այդտեղի ժամը։ Մի լսեք, մի նայեք, օրինակ, եթե դուք ապրում եք Ամերիկայում կամ Եվրոպայում, նույն ժամը ձեզ համար չի գործում։ Դուք պետք է այն վերափոխեք ձեր ապրելու վայրի ժամին։ Եվ ուզում եմ ներկայացնել առաջին միացումը, լուսինը լարված միացում ունի Վեներայի հետ, առավոտյան ժամը 8:30-ից մինչև 14:30 րոպեն։ Այն ժամանակահատվածում մարդիկ հաճախ անկայուն են դառնում և հեշտությամբ վիրավորվում։ Կանայք և երեխաները կարող են ավելի շատ սկսել արտասվել ամեն մի բանից և զգայուն լինել, նաև անտեսման պատճառով։ Իրենց կթվա դուք իրենց անտեսում եք։ Նույնիսկ ամենափոքր բանը կարող է վիրավորել նրանց, ստիպելով բորբոքվել և արտահայտել դա։ Նրանք նույնիսկ կարող են չնկատել, թե ինչպես են ցավեցնում և վիրավորում ուրիշներին։ Նրանց չափի զգացումը կորչում է և նրանք կարող են այդ հուզական դրսևորումներից պայթել և հիստերիայի մեջ նաև ընկնել։ Հատկապես երեխաները այս ժամանակահատվածում շատ են այդպես լինում։ Ամենից հաճախ մտերիմներն ու սիրելիները դառնում են իրենց ներքին վիճակի դժգոհության զոհը, մեղադրում են իրենց, որ իրենք են այդ իրավիճակի պատճառը։ Այս ժամանակահատվածում մարդիկ կարող են դժգոհություններ ներկայացնել, խուսափել աշխատանքից, իբրև թե գնում են ծխելու, ընդմիջման, իբր գնում են սուրճ խմելու ընդմիջման, որպեսզի դիմացինի հետ կիսվեն իրենց մտահոգությունների մասին։ Եվ կկիսվեն այն մարդկանց հետ, ովքեր որ ավելի քիչ են նյարդայնացնում դիմացինին։ Եվ ընդհանրապես այդ օրը բոլորը կարող են նյարդայնացնել, այդ օրը չէ, այդ մի քանի ժամվա ընթացքում բոլորը կարող են նյարդայնացնել, դրա համար կարող է աշխատանքի վայրում լինել որոշ կոնֆլիկտներ, աշխատակիցների անուշադրության նկատմամբ հետ կապված, նաև հաճախորդների հետ կապված, հաճախորդները կարող են նյարդայնացնել, դուք նյարդայնացնեք հաճախորդներին։ Ուրիշ կերպ կարձագանքեն հաճախորդները ձեր ներկայացրած ապրանքը, ձեր խոսքը, ձեր ասածը, ուրիշ ձև են ըմբռնելու։ Եվ իհարկե Վեներան սիրո մոլորակ է և ամենաառաջինը խնդիրներ կարող են առաջանալ սիրելիների հետ։ Եվ բացի դա պետք է հասկանանք, որ այդ օրը նաև լիալուսին է և դա կլինի պատճառը ևս, երկու հզոր էներգիա կարող են նաև հանգեցնել որոշ խնդիրների։ Երեխաներին նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահեք, քմահաճ կլինեն, անհնազանդ, ավելի շարժուն կլինեն, չեն լսի ոչ ոքին։ Այս ժամանակահատվածում իհարկե կարող եք շատ ծախսեր անել, նաև երեխաների հետ կապված որոշ ծախսեր անել, ընտանիքի հետ կապված ծախսեր։ Եթե ինչ-որ շատ կարևոր բաներ չունեք գնելու, ապա այդ ժամանակահատվածում դուրս մի եկեք, հատկապես շատ գումար մի վերցեք ձեզ հետ, որովհետև հետո կարող է հանգեցնել ֆինանսական խնդիրների, որովհետև անիմաստ բաներ կարող եք գնել այդ օրը։ Այդ ժամանակահատվածում այդ ժամերին խորհուրդ չի տրվում գումար վերցնել պարտքով, գնումներ կատարել և ընդհանրապես զբաղվել ֆինանսական հարցերով։ Մի նշանակեք, որ ամսաթվեր մի նշանակեք այդ օրը կարևոր հանդիպումներ, հարսանիքներ չի կարելի նշել այս ժամանակահատվածում, տոներ, հասարակական ընդունելություններ, շնորհանդեսներ կազմակերպել հենց այդ ժամերին։ Ինչպես գիտենք, շաբաթ օրը լիալուսին է և այդ ժամերին հարսանիք է, որը այդքան էլ չի թույլատրվում։ Ալկոհոլի չարաշահում չի կարելի չափիչատ ուտել և չափազանց եռանդուն լինել մտերիմ հարաբերություններում, որովհետև դա կարող է հանգեցնել ևս էլի վեճերի։ Եվ հաջորդը բնական է նա միանում է հակադիր է, ընդդեմ է, արևին, բնականաբար դա հենց նշանակում է լիալուսին, և նա ընդդեմ կլինի
մինչև իրար հետ համադրվեն նույն աստիճանում ժամը 10-ից մինչև 18:00 իրենք իրար դեմդիմաց են, բայց հստակ ժամի լինում են նույն աստիճանում տեղի ունենում լիալուսին եւ հետո իրենք առանձնանում են, բայց ելի այդ միացումը դեռևս պահպանվում է։ Եվ այդ միացմամբ եւ ընդհանրապես լիալուսնի ժամանակ թույլատրվում սկսել նոր բիզնես կամ ձեռնարկել որևէ կարևոր բաներ, կնքել գործարքներ, պայմանագրեր, նստել բանակցությունների սեղանի շուրջ, կատարել անշարժ գույքի գործարքներ, ներդրումներ կատարել, սպեկուլյացիաներ կատարել անշարժ գույքի հետ կապված յուրաքանչյուր պրոցեդուրա այնտեղ կնայեք, կհավանեք, կտեսնեք, դիմել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ իրենցից օգնություն խնդրել եւս չի կարելի, սկսել վերանորոգում, գնալ ճանապարհորդության, մասնակցել որոշ զվարճանքներին, վիճել մանրուքների շուրջ, սկսել բուժման կուրս եւս չի թույլատրվում չափիչատ ուտել, հատկապես գիշերը, շատ հեղուկներ խմել չի կարելի, մի չարաշահեք նաեւ ալկոհոլը։ Եվ այս ժամանակահատվածում, երբ որ տեղի ունենալու լիալուսին, այս ժամերին, ժամը 10-ից մինչև 18:00 սրվում են բոլոր տեսակի քրոնիկ հիվանդությունները, հատկապես սրտանոթային հիվանդությունները, ստամոքսային եւ նյարդահոգեբուժական հիվանդությունները, գլխացավեր կարող են լինել, անորոշ ցավեր կարող են լինել, ընդհանուր ֆիզիկական վիճակի անհանգստացում, թուլացում, որովհետեւ դա արդեն սպառվել է բոլոր ձեր չնայած ավելի է շատացել, ոչ թե սպառվել է լիալուսի ժամանակ, բայց դա արդեն շատ է, գեր է դա, որը սպառելու տեղ չունեք։ Դե ովքեր որ սպորտով են զբաղվում, կարող եք գնալ մի թեթև զբաղվել, որպեսզի այդ էներգիան մի փոքր հանեք ձեզանից, նոր հետո սկսեք վերադառնալ տուն, որովհետև այդ էներգիան շատ կլինի եւ այդ էներգիայից է որ անիմաստ տեղ է, որ ասում եմ կանգնած տեղ է, խնդիր եք ման գալու։ Եվ այս ժամանակ շատանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, հանցագործությունները, խուլիգանական վարքը ավելի է շատ լինում, դրա համար պետք է ուշադիր լինել, տանդորները փակ պահեք, ոչ մի անծանոթ մարդու ներս մի թողեք եւ մեքենա վարելուց պետք է ուշադիր լինեք եւ դանդաղ վարեք։ Եվ այդ օրը ունենք եւս 3-րդ լարված միացումը։ Հետաքրքիր է, որ լիալուսնի ժամանակ եւս այդ լարված միացումները կան, շատ դեպքերում եւ լիալուսին է լինում եւ նաեւ լինում է թույլատնում է ոնց որ լիալուսնի այդ էներգիան ավելի լավ միացումները, բայց այս անգամ ամբողջ օրվա ընթացքում լինելու են լարված միացումներ, ունենք ընդամենը մեկ լավ միացում, այն էլ բավականին ուշ ժամի։ Ժամը 12:30 րոպեից մինչև 18:30 րոպեն լուսինը նաեւ լարված միացում ունի Մարսի հետ։ Դեև հնարավոր են իմպուլսիվություն, հուզական անկայունություն, դյուրագրգռություն, զայրույթ, մարդիկ չեն կարող վերահսկել իրենց պահվածքը, դրա համար շատ կլինեն վեճեր, որովհետև չեն կարող զսպել իրենց, ամեն մի մանրուքի պատճառով կարող է որից այդպես նյարդային պոռթկումներ լինեն եւ մարդը ուզենա արտահայտի այն ինչ որ մտքին կա այդ պահին։ Նման օրերին, երբ որ այսպես միացումներ են լինում Մարսի հետ, տանը կարող է հրդեհ բռնկվել, պետք է ուշադիր լինել խողովակներին, պետք է ուշադիր լինել կոյուղու գիծը կարող է պայթել, նաեւ ուշադրություն դարձրեք, որպեսզի չկտրտեք ձեզ, որովհետեւ հնարավոր է դանակով փորձեք, ինչ որ գործեր անել, արագ եւ վնասեք ձեզ, աշխատավայրում նաեւ եւս բոլոր տեսակի կտրող գործիքները մի փոքր հեռու դրեք ձեզանից, քրոնիկ հիվանդությունները կարող են ուղղակի վատանալ, ստամոքսի խնդիրների ռիսկն է մեծանում, որ կարող է խնդիրներ առաջանալ, հատկապես այս օրերին, երբ որ մարդիկ դեռևս ուտում են, պետք է չուտել այդ օրը չափազանց տաք ուտելիք, այդ դեպքում կարող են խնդիրներ լինել, նաև իհարկե սուր թունավորման վտանգը եւս շատ մեծ է այս ժամանակ, հղի կանայք եւս պետք է ուշադիր լինեն, վիժման վտանգը շատ է մեծանում, որովհետև այստեղ լուսինն եւ Մարսն է եւ իհարկե վթարների վտանգը եւս մեծանում է։ Պետք է
ուշադրություն դարձնել, եթե մտնում եք լողավազան, կախված է թե որ երկրում եք ապրում, կամ բնական է լողավազանը կարող է տաք է ջուրը եւ մտնում եք, ուզում եք վայելել, այդ ժամանակ եւս պետք է ուշադիր լինեք եւ լուրջ վերքերից պետք է ուշադիր լինեք։ Իսկ այդ ժամանակահատվածում, այդ ժամերին թույլատրվում է, իհարկե խորհուրդ է տրվում, խուսափել կոնֆլիկտներից, վեճերից, հանդուրժեք մեկը մյուսին, որովհետև դա է հենց բերում այդ զայրույթը եւ մեկը մյուսի այդ վեճը, որտեղ կարող է լինել զայրույթի պոռթկումներ, հա, դա խորհուրդ է տրվում այդ պոռթկումներին չտրվել, պահպանել անվտանգության կանոնները, թե աշխատանքի վայրում, թե տանը, զգույշ եղեք սուր, կտրող, ծակող առարկաներից, գործիքներից, յուրաքանչյուր տեղափոխող մեխանիզմներից, նաև կրակի հետ կապված, թունավոր հեղուկների հետ կապված, զգույշ եղեք սննդի հետ, խուսափեք կծու ուտեստներից, համեմված համեմունքներից, զգույշ եղեք նաև դեր արտահայտության հետ կապված, որովհետև կարող է ոչ ճիշտ խոսքը բերել արդեն մեծ վեճի։ Եվ իհարկե խորհուրդ չի տրվում նոր բիզնես սկսել կամ ոչ թե ձեռնարկություն սկսել, նոր աշխատանք սկսել, գործարքների կատարում, բանակցություններ վարել, պայմանագրեր կնքել, հատկապես անշարժ գույքի հետ կապված, կարևոր որոշումներ կայացնել, կարևոր հանդիպումներ պլանավորել, շփվել հանրության հետ, բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանք ներկայացնել կամ փնտրել իրենց հետ հանդիպում, նաև մի ներգրավեք վեճերի, կոնֆլիկտների մեջ, վերանորոգում պետք չի կատարել, հատկապես այդ օրը տրավմատիկ օր է, տեղափոխվել մեկ այլ բնակարան, պարտք վերցնել, գնումներ կատարել եւ սնունդ պատրաստել, հատկապես այն սնունդը, որը ձեզ համար անծանոթ է։ Ճանապարհորդություն պետք չի սկսել, նոր ծանոթություններ հաստատել եւս չի կարելի, եւ զվարճալի եւ երեկույթային որովհետեւ միջոցառումներին պետք չի մասնակցել։ Եթե իհարկե հեռուստատեսությամբ ցույց են տվել, ապա գիտեք, ովքեր որ նայել են հենց ամանորի գիշերը պայթել էր Ամստերդամում բար, որտեղ մահացել էին 40 հոգի, դեռևս այդ ժամանակը հաշվարկված 40 հոգի։ Պայթյունը կատարվել էր հենց այնտեղ վտանգավոր իրադարձություն, դրա համար այստեղ որ նշվում է, որ մի գնացեք նմանատիպ տեղեր, ես հասկանում եմ, որ շաբաթ է, հավանականությունը շատ մեծ է, որ հարսանիք անեն, եւ եւս այդ հարսանիքը, եթե կարող էին հետաձգել, պետք է հետաձգել, որովհետեւ մարդը իր կյանքը է կապում, ինչ որ մեկի հետ, որ այդ օրը լավը չէ։ Եվ հետո տարիներ անց նոր իրեն կհասկանան, որ այդ օրը լավը չէր։ Կամ ինչու ամուսնացա հենց այս մարդու հետ, բայց այդ մարդը կապ չունի։ Ուղղակի այդ օրն են սխալ ընտրել ամուսնության համար։ Եվ իհարկե ունենք շատ լավ միացում, պարզապես Հայաստանի համար սա շատ ուշ ժամ է, եթե մեկ այլ երկրում եք գտնվում, ձեզ համար հիանալի է ժամանակահատվածը, կարող եք սկսել ինչ-որ բաներ, իսկ Հայաստանում քնած են մարդիկ, եթե որևիցե ձեռագործությամբ եք զբաղվում կամ բիզնեսը տանն եք անում, նման որևիցե բաներ են, որը տան հետ է կապված եւ այդ ժամին կարող եք անել, ապա սկսեք։ Լավ միացում ունենք Յուպիտերի հետ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 04:00-ն։ Ցավոք շատերը քնած են այդ ժամանակահատվածում։ Դա ամենաբարենպաստ ժամանակահատվածն է բոլորի համար։ Ուրախ կքնեք, լավատես կլինեք, բարյացակամ, նոր գաղափարներով լի կլինեք եւ կքնեք։ Եթե հնարավոր է այդ գաղափարներից որոշ մասը իրականացնել այդ օրը իրիկունը, մինչև քնելը, հաջորդ օրը միևնույն է կիրակի է, կարող եք ուշ քնել, այնպես որ եթե հնարավոր է որոշ բաներ իրականացրեք, որոշ բաներ սկսեք։ Նաև ճանապարհորդության համար է շատ լավ, ովքեր որ գիշերը ճամփորդելու են, ապա ձեզ համար հիանալի է։ Հատկապես եթե հեռու տեղ եք գնալու, շատ լավ ժամանակ է, շատ ուղղակի, ցավոք գիշեր են գնում։ Եվ այս ժամանակահատվածում, ովքեր որ ապրում են մեկ այլ ժամային գոտում, կարող եք սկսել նոր բիզնես, նոր գաղափարներ առաջ տանել, զբաղվել պլանավորմամբ, բացել եւ գրանցել բիզնես եւ ընկերություն յուրաքանչյուր, գրանցել ձեր ընկերությունը, մասնակցել գիտական փորձերի, հետազոտությունների եւ նաեւ զարգացմանը,
մասնակցել սոցիալական, մշակութային կամ կրոնական միջոցառումների, կազմակերպել խոշորամասշտաբ միջոցառումներ, սիմպոզիում, կոնգրեսներ, համաժողովներ, մեկնարկել նաև օլիմպիական խաղեր, առաջնություններ եւ այլ նմանատիպ մարզական միջոցառումներ, կապ հաստատել պետական մարմինների եւ գերատեսչությունների հետ, ընդունել օտարերկրյա պատվիրակություններ, շփվել օտարերկրացիների հետ եւ բանակցություններ վարել նրանց հետ, ինչպես նաև գրանցել համատեղ ձեռնարկություններ, փնտրել բարձրաստիճան անձանց հովանավորությունը, բանակցել հովանավորների եւ հրատարակիչների հետ, գրել նշումներ, պատրաստել ակնարկներ, հանձնել քննություններ, պաշտպանել թեզեր եւ դիսերտացիաներ, այցելել եկեղեցիներ եւ սուրբ վայրեր, կարդալ զեկույցներ եւ դասախոսություններ փիլիսոփայական կամ կրոնական թեմաներով, խորհրդակցել հոգեվորականների եւ փաստաբանների հետ, դատական հայց ներկայացնել դատարան, չնայած այդ օրը աշխատանքային օր չի, այսպես թե այնպես, մեկնել գործուղման, արտասահմանում աշխատելու կամ սովորելու համար մեկնել ճամփորդության, արշավի, նաև ուսումնական արձակուրդի, էքսկուրսիայի իհարկե, վաճառել անշարժ գույք, տեղափոխվել, նաև կահավորել տունը, քննարկել ընտանեկան եւ անձնական ծրագրեր, լուծել կոնֆլիկտները եւ կապեր հաստատել, կազմակերպել ընտանեկան տոնակատարություններ, խնջույքներ, դե այն մարդկանց համար է սա ով մոտ ցերեկ էին գնում սա, չեմ կարծում որ գիշեր չնայած Հայաստանում էլ կան դեպքեր, որ 11-ից հետո են հյուրեր գալիս մարդկանց տուն։ Եվ իհարկե սկսեք բուժման եւ այդ ընթացակարգի կուրսը յուրաքանչյուր առողջության հետ կապված։ Եթե թեկուզ Հայաստանում եք, ապա գիշերը կարող եք այդ կուրսը սկսել։ Հապես ես օրինակ դեղորայքը, վիտամինները եւ այլն խմում եմ շատ ժամանակ գիշերը։ Եվ կարող եք նաև այդ կուրս սկսել երեկոյան ժամին։ Այսքանը սիրելիներս, սա էր միացումները հենց լիալուսնի օրը, ցավոք ամբողջ օրը, դե բնականաբար այսպես թե այնպես լիալուսինն էլ նույնն է տալու մարդկանց, եւ այս միացումները եւս նույնն են տալու ձեզ։ Այսքանը պահպանեք զգուշություն, պահպանեք ձեզ, հեռու պահեք ձեզ այն յուրաքանչյուր կոնֆլիկտներից, խնդիրներից, այդ օրը ուղղակի եղեք ավելի հանգիստ։ Այսքանը լավ օր ձեզ։